Ախ, հարամդես։ Սարոյանն իր գեղեցիկ մարդիկ ստեղծագործության մեջ ասում է, բարությունն ամենաթանկ ոսկեդրամն է։ Աշխարհում պակասող հենց այս ոսկեդրամի մասին է ռեժիսոր-սցենարիստ Զոհրաբ Բեկ Գասպարենցի «Բարի մարդիկ» ֆիլմը։ Այն ինչ որ վարակույրներից այն կողմը կատարվել, ես շատ կուզեմ, որ էկրանից դուրս գա նույն բանը։ Էկրանը տա մարդկանց այդ բարությունը, ջերմությունը, ինչ որ կատարվել է էկրանից այն կողմ։ Ֆիլմը նվիրված է Սոս Սարգսյանի 95-ամյակին։ Գասպարենցը հիշում է իր վարպետի սարոյանական խաղը։ Նրա հուշերում բարության խորհրդանիշը հենց Սոս Սարգսյանն է։ Ինչի Սոս Սարգսյանին նվիրված, որովհետև վարպետս ժամանակին ասում էր պետք է բարության մասին խոսել, անել բարություն, բեմադրել, նկարել։ Եվ այդ ամեն ինչից բացի ինքը անդրադարձել էր Վիլյամ Սարոյանի այն գործին ժամանակին, ինչ որ ես եմ հիմա անդրադարձել։ Հավատարմության, բարության, ընտանիքի կարևորության մասին ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում։ Դեպքերն ամերիկյան փոքրիկ գյուղում են, որտեղ մարդիկ շարունակում են ապրել անցյալի պարզ բարությամբ։ Չհարմարվելով պատերազմներին, մարդկային սովորությանը եւ ժամանակի դաժան փոփոխություններին, մարդիկ շարունակում են հավատալ անկեղծ ժպիտներին ու սիրո ուժին։ Սրտից թրթերով է այսօր եկել, որովհետև մենք վերջին անգամ տեսնվել ենք 17 տարի առաջ, բեմում ես խաղում էի Էլի Թումանյանական Անուշ, այս պարագայում, նա իմ մոսին էր, իմ առաջին մոսին էր, իմ եղբայրն է եղել, ու սենց եղբոր ու քրոջ հարաբերություններ էին ձևավորվել, ու այսօր որ Զորիկը եկել է ֆիլմ հանձնելու, այստեղ ինձ համար, չգիտեմ, այնքան ուրախ եմ իր համար, ուզում եմ, որ ֆանտաստիկ ֆիլմ լինի, մեծ արձագանք գտնի, ու ես գիտեմ, որ ինքը հայրենասեր տեսակ է ու իր համար ֆիլմ ստեղծելը դա ուղղակի միանշանակ ինչ-որ բան չի, այլ հաստատ ուզում է հետք թողնի ու այդ բարությունը հասնի բոլորիս։ Գասպարենցը կարողացել է մարդկանց փոխանցել պատմություն, մարդկային արժեքների, ջերմության եւ փոքրիկ, բայց նշանակալի բարությունների մասին, որոնք դեռ փրկում են աշխարհը։ Բոլորը ինչ-որ ուժեղ զգացողություններ են ուզում ֆիլմից դուրս եկան, որտեղ սովորել են։ Մոռացության տալով շատ մարդկային բաները, բարի լինելու ամենակարևոր առաքելությունը քրիստոնյայի եւ այս ֆիլմում հենց այդ ամենը ինձ տվեց իմ ընկեր Զորաբը։ Մի շատ ուրախ եմ, որ պահպանված էր սարոյանական ոգին եւ բոլորովին մոտ չէր ներկայացման տարբերակին ասել է թե հեղինակ ռեժիսորը վերել էր իր մոտեցումը, իր կինո մտածողությունը, որը բավական բարդ է այս օրինակ թատերական միջավայր ունեցող ստեղծագործական նյութի համար։ Շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Զոհրաբին Բեկ Գասպարենց, ով բավական լավ ուժեր էր ներառել ամերիկյան միջավայրում եւ կարողացել էր մնալ ճաշակի մեջ առանց այլընտրանքային սերիալաբանության եւ այլ դրսևորումների։ Հանդիսատեսը հավատում է, ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում, միասնությունը կհաղթի դարի հիվանդությանը, անտարբերությանը։ Այստեղ վերջի կադրերը դա էր, երբ որ մենք բոլորս միասնական լինենք, այդ ժամանակ ամեն ինչ կարող ենք հասցնել յուրաքանչյուր լսողի, նայողի ականջին։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։